Հարց ունեմ, ես կուզենայի իմանալ, եթե դուք կենտրոնական ընտրական հանձնաժողով գնայիք եւ փորձեիք այս մտահոգող հարցը իրենց հետ բարձել, նման հնարավորություն չունեիք դուք։ Տիկին Սաֆարյան, անկեղծ ասած, հենց անձամբ ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ մի շարք տասնյակ հարցեր աշխատանքային ռեժիմով հնարավորինս օպերատիվ փորձել ենք փակել, հիմա տվյալ զարգացումները առնվազն օրինակ եւս մեկ քաղաքական ուժի 150 ձայնի համատեքստում չենք կանխատեսել եւ հիմա գտնվում ենք տվյալ քննության փուլում եւ քանի որ համատարած արկա են եղել անհամապատասխանություններ, հանուն արդարության նշենք, որ դա որպես կանոն մշտապես լինում է, բայց ըստ տեղամասային կենտրոնների մինչև 10 եւ ավել հասնող անճշտություններ, անհամապատասխանություններ կա, հետեւապես կրկին հասկանալու համար կոնկրետ տեղամասային կենտրոնների վրա այդ անհամապատասխանությունների ազդեցությունը եւ քանակը խնդրում ենք ընդհանուր պատկեր։ Շնորհակալություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ասելիք ունեին։ Բարձր դատարան, ըստ էության այդ ձեր ասած անհամապատասխանությունը, անդադ ասում եք հարգելի դիմողները խոսում են անճշտության տվյալի մասին, որը որ ընտրական օրենսգրքով ունենք անճշտության երկու տեսակ, առաջին անճշտություն, երկրորդ անճշտություն եւ այն 4331 անճշտությունների մասին ըստ տեղամասերի տվյալները հետաքրքիր տրամադրենք, մենք դա պատրաստում ենք ներկայացնել ըստ տեղամասերի, այսինքն այդ վիճակագրությունը, թե մեկ անճշտություն քանի տեղամասում է, երկու անճշտություն քանիսում եւ 4 տեղամասում դիմողը որ բարձրացան այն 4 տեղամասը դրանք այն տեղամասերն որոնք ամենամեծ անճշտությունն էին 11, 14, կարծեմ 18, այսինքն 4 տեղամասում կա որ մեծ թիվ է 3 անվավերները չհաշված։ Մնացածում դա այդ ամբողջ տվյալը մենք այսպես թե այնպես ներկայացնելու ենք այդ վիճակագրությունը։ Այո, պարոն Հովակիմյան, քանի որ կան անճշտություններ, բարձր ինչի մասն է խոսքը, ուղղակի նպատակն է ըստ տեղամասային կենտրոնների եւ էլի համալիր պատկերը, որպեսզի այս բոլոր տվյալների արդեն արկայության պարագայում կարողանանք համադրելիությունը, հա, ըստ տեղամասերի խախտումների քանակի հստակ ունենանք։ Շնորհակալ եմ։ Բարձր դատարան, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված այդ աղյուսակում դիմողի պահանջող տեղեկատվությունը կա, դա անճշտությունների գումարային Տիկին Հովանեսյան, հա բարձրաբանեցի, որ նպատակը ըստ տեղամասային կենտրոնների է նպատակը այն է, որ դուք համալիր եք ներկայացնում անճշտությունների։ Տիկին Մելան ջան, գրված է 1-ի 1 տեղամաս, ամբողջ թվերը ամենավերջը գրված անճշտություն։ Եթե միջնորդությունը չի տրամադրվել, միջնորդության մեջ հստակ դուք համալիր անճշտություններն եք նշել։ Իմ խնդրանքը կոնկրետ օրինակ մասնակիցների թվի եւ ստորագրությունների պակասի համադրության անճշտության մասին է, որովհետեւ այս ընտրական գործընթացին մենք սովորականից ավելի շատ ահազանգեր ենք ստացել, որ չի համապատասխանել մայրցանի ստորագրությունների թվաքանակը անճշտություններին, արկա կտրոնների քանակին։ Բարձր դատարան կարելի։ Կամեցի։ Տիկին Մելան ջան, վերջնական արդյունքների աղյուսակավորումը, որ հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, այնտեղ ըստ տեղամասի ներկայացված է որտեղ կա անճշտություն, որտեղ չկա անճշտություն եւ եթե կա անճշտություն, քանի անճշտություն։ Եթե ձեզ հարկավոր է որպեսզի տանք առաջին անճշտություն, երկրորդ անճշտություն տարբերակման, այո դա տանք։ Տեսակավորումն եմ նշել, որ տեսակի անճշտություններն ենք խնդրում տրամադրել, այո, դրա համար պատահական չի ընդգծում եմ, համալիր է ներկայացված, տեսակավորված խնդրում ենք տրամադրել ըստ տեղամասային կենտրոնների։ Շնորհակալ եմ։ Լավ, շնորհակալություն, մեր համար